Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ միշտ փորձել են այնպես անել, որ լվանալուց հետո հագուստը ճմրթված տեսք չունենա։ Սկզբում արթուկի ֆունկցիան կատարում էին հարթ, ծանր մեծ քարերը, հետո ապակյա գնդերը, տաք ջրով լցված շշերը, երկաթյա բաժակները, եւ այդպես մինչև 4-րդ դար, երբ հագուստը դարձավ ավելի նուրբ, ինչը նշանակում էր, որ այն ավելի զգուշավոր խնամքի կարիք ունի։ Հունաստանում հագուստի ծալքեր վերացնելու համար օգտագործում էին չուգունե արթուկներ, որոնք տաքացնում էին վառարանի կամ կրակի վրա։ Միջնադարում սկսեցին օգտագործել թավայի նման մի հարմարանք, որի մեջ տաք ածուխ էին լցնում ու արթուկում հագուստը։ Բայց արթուկի այս տեսակը հարմարավետ չէր, քանի որ ածուխը թափվում էր արթուկի միջից եւ այրում հագուստը։ 19-րդ դարակեսին ի հայտ եկան նոր ածխային արթուկներ, որոնք նման էին փոքրիկ վառարանի։ Արթուկի վրա բացված անցքերից փչում էին ու թեժացնում կրակը։ Այդ ժամանակ արթուկը շատ թանկ հաճույք էր, այն ժառանգաբար մորից փոխանցվում էր դստերը։ Եթե տանն արթուկ կար, ուրեմն այդ ընտանիքը հարուստ էր։ Գերմանիայում այդ տարիներին սկսեցին օգտագործել սպիրտով աշխատող արթուկներ, իսկ 19-րդ դարավերջին կիրառության մեջ մտան գազային արթուկները։ Կային նաև տաք ջրով աշխատող արթուկներ։ Եվ միայն 1903 թվականին Ռիչարդսի շնորհիվ ստեղծվեց էլեկտրական արթուկը, որը եւ թեթև էր եւ հարմարավետ։ Էլեկտրական արթուկները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հարմարավետ ու թեթև դարձան, բայց աշխատանքի սկզբունքը մնաց նույնը։